Շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, ամեն անգամ մեր եթերից անդրադառնում եք սոցիալական սարսափելի վիճակին եւ դրան զուգահեռ իշխանավորների խրախճանքին եւ կարծում ճիշտ է այսօրվա զրույցը սկսենք այս հարցից, նախորդ ձեր եթերում դուք անդրադարձել եք բժշկական ապահովության այդ կեղծիքի ընդհանուր թեմային եւ մենք այսօր զուգահեռ տեսանք անցած շաբաթվա վերջ Անահիտ Ավանեսյանը, առողջապահության նախարարը, այդպես Նիկոլ Փաշինյանի պարողներից մեկն է, ֆլեշմոբ, դիսկոտեկա, այս ամեն ինչը խնդրեմ, այս հարցից սկսեք, հետո նաև ինչ եք առանձնացրել այսօրվա համար, համեցեք։ Շնորհակալ եմ հրավերի համար, ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի վերջի այդ համերգը կամ փարթի հասկացությունը, իմ կարծիքով դա անբարոյականություն է այնքանով, որքանով մեր տարածաշրջանում բավականին արագ ռազմաքաղաքական իրավիճակը փոխվում է, Ամերիկան իր նավատորմը մոտիկացրել է Իրանի սահմաններին եւ այդ նույն համերգի օրը Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները մեկնում են Մոսկվա որոշակի հարցերի շուրջ պայմանավորվածություն ձեռնել, որովհետև 5 է պակաս տարածաշրջանում եւ առհասարակ համաշխարհային պատերազմի սկսմանը, իսկ մեր երկրի ղեկավարը այդ նույն օրը ԿՊԵ-ականներով եւ բարձրաստիճան պաշտոնյաներով եւ պարզապես իր համակիրներով համերգ են տալիս, Նիկոլ Փաշինյանը դհոլ է նվագում եւ այլն, երիտասարդ է ուզում երևա եւ մեր առողջապահության նախարարն էլ պարում է, ուրախանում է, ֆլեշմոբ է անում։ Դա շատ լավ է։ Դա լավ կլիներ այն ժամանակ, երբ որ Հայաստանի Հանրապետությունը այնպիսի մի տարածաշրջանում լիներ, որ վտանգներից զերծ լիներ, հարևան երկրների հետ ունենային բաց սահման եւ մեր տնտեսությունը եւ տնտեսության բոլոր ոլորտները, ինչպես նաեւ պետական կառույցները ֆունկցիոնալ, ինստիտուցիոնալ աշխատեն ի բարօրս հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացուն։ Հետեւաբար այդ համերգը, որ Նիկոլ Փաշինյանը իրականացրել, դա քաղաքական PR էր եւ հետաքրքիրն այն է, թե որքան են ծախսել պետական բյուջեից այդ համերգը կազմակերպելու համար։ Այս մարդկանց թվում է, որ պետական բյուջեն դա իրենց սեփականություն է կամ իրենց շնորհիվ է համալրվում, ոչ, պետական բյուջեն համալրվում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու ամենօրյա գնումների արդյունքում, յուրաքանչյուր քաղաքացու ամենօրյա մատուցվող ծառայություններից օգտվելու արդյունքում։ Հետևաբար օրվա իշխանությունները պետք է հասկանան մի պարզ ճշմարտություն, որ իրանք պետություն չեն, այլ կառավարության այրեր են, եւ կառավարության այրերը պետք է համայնքային եւ կենտրոնական բյուջեն կառավարեն գերարդյունավետ եւ ի բարօրս հայ ժողովրդի, այլ ոչ թե խրախճանքների հետ կապված կամ իրենց, ասենք, երազանքների իրականացնելու համար համերգներ են կազմակերպում եւ բնականաբար պետական բյուջեի հաշվին։ Ինչ վերաբերվում է առողջապահության համակարգին եւ առհասարակ սոցիալապես անապահով խավի կամ կենսաթոշակառուների հետ կապված ես մի պարզ հաշվարկ էի արել եւ խորապես վերլուծելով այդ 20% յետ վերադարձի օրենքը, որը հունվարի 1-ից ուժի մեջ է մտել, լրացուցիչ 8% ավելանում, որտեղ անցած տարի 12% էր, տեսեք ինչ են արել այսօրվա մեր կառավարությունը։ Շատ խորամանկ իրականում քայլ են արել, իդեմս Արսեն Թորոսյանի, շատ լավ հասկանալով, որ Հայաստանի Հանրապետությունը ծերացող երկիր է, ժողովրդագրական կամ դեմոգրաֆիկ աղետի առջև ենք կանգնած, եւ թոշակառուների բանակը տարեստարի ավելանում է, եւ Նիկոլ Փաշինյանը հստակ ազգային ժողովի թիվ 1 ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունում այլևս ավանդական ձևով թոշակները չի բարձրացվել եւ մոգոնեցին այս խապկանքը, դա որն է։ Նրանք շատ լավ հասկանալով, որ Հայաստանի Հանրապետության բնակչությունը տարեստարի նվազում է։ Հայաստանի Հանրապետությունում միայն 25 թվականի ծնելիությունը նվազել է 24 թվականի համեմատ։ Հայաստանի Հանրապետությունում արտագաղթը շարունակում է մնալ բարձր եւ հետեւաբար Հայաստանի Հանրապետությունում բնակչության թվականակը նվազում է, որպեսզի կարողանան կենսաթոշակառուներին թոշակ տալ, որպեսզի կարողանան այդ համակարգը պահել, մոգոնեցին այս 20% յետ վերադարձը շատ լավ գիտակցելով, որ օբյեկտիվորեն հնարավոր չի 600,000 եւ ավելի թոշակառուները, նպաստառուները եւ հաշվանդամները օգտվեն այդ օրենքից, որովհետեւ հնարավոր չի պատկերացնել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ստեղծված այն պայմանները, որ մեր թոշակառուները կարողանան գնումներ անել։ Այդ օրենքը ես կողջունեի այն ժամանակ, երբ որ այդ 20% յետ վերադարձի մեջ նաև մտներ։
Կոմունալ վճարումները, տրանսպորտից օգտվելը, ինչու՞ չէ նաև վարկերի վճարումը, որովհետև այն թոշակը, որը ստանում է քաղաքացին, չի կարող ֆիզիկապես ամբողջական գնումներ կատարել անկանխիկ եւ օգտվել այդ 20% ետվերադարձից։ Եվ ինչ արեցին այս մարդիկ։ 7-ից 8 տարի լինելով իշխանության Նիկոլ Փաշինյանը 18 թվականին հայտարարեց, որ մինչև 2050 թվականը Հայաստանի Հանրապետության ազգաբնակչությունը դառնալու է 5 միլիոն։ Պարոն Փաշինյան, շուրջ 8 տարի դուք արդեն իշխանության եք։ Հայաստանի Հանրապետության ազգաբնակչությունը ոչ միայն 80,000-ով չի ավելացել, տարին 100,000 ազգաբնակչությամբ, այլ նաև անկում է ապրել։ Եվ դուք գիտակցելով, որ 26, 27, 28, 29, մինչև 30 թիվը Հայաստանի Հանրապետության թոշակառուների թիվը ավելին է լինելու, քան աշխատողների թիվը, միայն այս պահի դրությամբ 600,000 եւ ավելի թոշակառուներ ունենք եւ շուրջ 800,000 գրանցված աշխատող ունենք եւ 100,000 վստահ եմ, որ թաքտված զբաղվածություն ունենք, 900,000 եւ 600,000 հարաբերակցության առումով յուրաքանչյուր թոշակառուին ընկնում է 1.5 աշխատող, հետեւաբար հնարավոր չէր այս համակարգը պահել այն ձևով, որը կար մինչ 2025 եւ 26 թվականի հունվարի 1-ից 20% ետվերադարձի օրենքը։ Դուք շատ լավ գիտակցելով, որ մինչև 2030 թիվը դա լավագույնն եմ ասում, որ Հայաստանի Հանրապետության թոշակառուների թիվը ավելին է լինելու, քան գրանցված աշխատողները։ Եվ հետեւաբար այդ համակարգը պահելու համար դուք մոգոնեցիք այս խայտարակ 20% ետվերադարձի օրենքը եւ լավ գիտակցելով, որ ազգաբանը 600,000 եւ ավելի թոշակառուների միայն 50%-ն է կարողանալու օգտվել դրանից։ Ես բազմաթիվ գյուղերում եմ լինում, որտեղ թոշակառուներ կան, ասում են, որքան էլ որ ցանկանանք օգտվել այդ համակարգից, չենք կարող, որովհետև մեր գյուղերում չկան խանութներ, եւ այդ թոշակը, որ ստանում ենք, կանխիկացնում ենք, որ կարողանանք ընթացիկ ծախսերը հոգալ։ Ես խորհուրդ կտամ Հայաստանի Հանրապետության բոլոր թոշակառուներին, որ ձեր այդ թոշակը, որը նվազագույնը 36,000 եւ միջինը 49,000 է, հնարավորինս փորձեք կանխիկացնել, այո, կանխիկացրեք եւ կանխիկ գնումներ արեք, որտեւ այդ 2-3,000 դրամ, 4,000 դրամ միջինը, որ վերադարձի օրենքով հետ վերադարձվում շուրջ 300,000 թոշակառուներին, դրանք ավելին բացասական են անդրադառնում ապրանքի գների վրա, քան իրականում օգտվում են թոշակառուները։ Ինչ վերաբերվում է առողջապահության այս համապարփակ, պարտադիր ապահովագրությանը, դա նույնպես կարելի ասել նույն սխեման է։ Տեսեք, մինչ 18 տարեկան ազգաբնակչությունը, չափահասները կարող են օգտվել, 65 եւ ավելի թոշակառուները կարող են օգտվել, անկախ տարիքից եւ սեռից հաշվանդամություն ունեցողները կարող են օգտվել եւ շուրջ 200,000 եւ ավելի աշխատավարձ ստացողները կարող են օգտվել այդ օրենքից։ Այսինքն մոտ 1,600,000 շահառուներ։ Եվ առողջապահության նախարարը պարելու փոխարեն թող խորապես ուսումնասիրեր այդ ոլորտը եւ հասկանար մի պարզ ճշմարտություն, եւ նա լավ է որ անկեղծացավ եւ ասեց, որ Հայաստանի Հանրապետությունում այս օրենքը չի կարող ծածկել համընդհանուր առողջապահությունը ամբողջությամբ անվճար, լինելու են դեղեր, որ անվճար են լինելու են դեղեր, որոնք որոշակի գումար ավելացնելով թոշակառուները կարող են ձեռք բերել, կամ այդ 1,600,000 մարդիկ կարող են ձեռք բերել, լինելու են վիրահատություններ, որոնք համամասնության վճարով է իրականացվելու։ Հետևաբար, որպեսզի մի օրենքը արդյունավետ գործի, այդ օրենքի հիմքում պետք է ընկածնի նաև բարոյականության սկզբունքը։ Չի կարելի հասարակության մի շերտի համար օրենք մշակել եւ կիրառության մեջ դնել, իսկ հասարակության մի շերտի համար թողել անորոշության սկզբունքով։ Բայն քաղաքացիները, որոնք մինչեւ 200,000 դրամ աշխատավարձ են ստանում, այդ քաղաքացիները ինչպես պետք է հոգեն իրենց առողջապահությունը, ինչպես պետք է հոգեն իրենց վիրահատությունը, դեղորայք ձեռք բերեն։ Բացատրությունը հետևյալն է,
բարձրաստիճան պաշտոնյաներ կամ այդ ոլորտը համակարգողների, որ իրենց ընտանիքներում կան թոշակառուներ, որոնք այդ օրենքից օգտվելու են։ Իրենց ընտանիքներում կան անչափահաս երեխաներ, որոնք այդ օրենքից օգտվում են։ Իսկ եթե կան ընտանիքներ, որ չունեն թոշակառուներ եւ չունեն անչափահաս երեխաներ եւ ընտանիքի անդամները առավելագույնս 200,000 դրամ աշխատավարձ են ստանում, ինչպես են այդ ընտանիքները հոգալու իրենց առողջապահությունը, իրենց առողջության հետ կապված առաջացած խնդիրները ոնց են հոգալու, չէ՞ որ նրանց ընտանեկան բյուջեն արդեն իսկ համեստ է։ Ես խորհուրդ կտամ մեր Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որպեսզի օրենք մշակելուց առաջ խորապես ուսումնասիրեն այդ ոլորտը եւ նոր օրենք ընդունեն եւ այդ օրենքը առնչվի հասարակության բոլոր քաղաքացիների վրա, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բոլոր շերտերի վրա եւ այդ օրենքը նոր իրապես արդյունավետ կլինի։ Հետևաբար ինչ է նշանակում մինչև 200,000 դրամ աշխատավարձ ստացողներին թողում ենք բախտի քմա աճույքին, ինչպես ուզում եք հոգացեք ձեր առողջության հետ կապված խնդիրները, իսկ մնացածին էլ համամասնության սկզբունքով։ Ասում են, որ կան վիրահատություններ, որոնք արդեն արվել են եւ անվճար։ Իսկ կան հիվանդություններ, որոնք ես գիտեմ, որ գումար են ուզել, որպեսզի վիրահատություն իրականացնեն։ Ես գիտեմ, որ ապտեկաներում դեղեր կան, որոնք դեռ գումարով են իրականացնում տրամադրումը, թոշակառուն գումար է տալիս եւ ձեռք է բերում, 200,000 եւ ավելի աշխատավարձ ստացողը գումար է վճարում եւ ձեռք է բերում։ Արդյոք ուսումնասիրվում է, որ իրենց օրենքը ամբողջությամբ կիրառության մեջ է, թե ոչ։ Եվ մեր առողջապահության նախարարը այս օրենքը մշակելուց այս հանգամանքները ուշադրության չի դարձրել եւ չի կարող մի օրենք արդյունավետ գործել, եթե Հայաստանի Հանրապետության առողջապահության, որակը բավականին ցածր է, դեղորայքը թանկ է, բուժ ծառայությունները, մատուցող ծառայությունները թանկ են եւ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում չկա այդ համապատասխան առողջապահության համակարգը, այդ հիվանդանոցները հագեցված չեն ժամանակակից սարքավորումներով, այդ պոլիկլինիկաները հագեցված չեն ժամանակակից սարքավորումներով եւ չունենք համապատասխան բուժ անձնակազմ որակյալ, որոնք կարողանան խորապես առողջապահության ոլորտում խնդիրներ լուծեն։ Մենք խոսում ենք ժամանակակից չափորոշիչներից, բայց տիկին առողջապահության նախարարը արդյոք գիտի, որ ժամանակակից չափորոշիչներով յուրաքանչյուր բժիշկ բուժ հաստատության աշխատող պետք է ապահովագրված լինի, դա որն է, ոչ թե իր կյանքը եւ առողջությունը եւ այս համակարգից օգտվելու մասին է խոսքը, այլ բուժ հաստատությունը պետք է ապահովագրի իր բուժ անձնակազմին, որ բուժ անձնակազմը իր աշխատանքի արդյունքում սխալներ թույլ տա կամ անփտություն թույլ տա, ապահովագրված լինի այդ հիվանդը հետագա բուժման ծախսերով, որը շատ ժամանակ հանգեցնում է նաև մահվան, այդ ծախսերը ապահովագրված լինեն եւ փոխհատուցվեն եւ համապատասխան պատիժ կրի այդ մասնագետը կամ այդ բուժ աշխատողը։ Նման համակարգ Հայաստանի Հանրապետության ներդրված չի։ Ես խորհուրդ եմ տալիս մեր առողջապահության նախարարին նման համակարգ ստեղծի, որ Հայաստանի Հանրապետությունում բժշկական հաստատություններում բուժ աշխատողը պարտադիր ապահովագրված լինի բուժ հաստատության տնօրինության կողմից, սա մեկ, երկրորդը լինեն մասնագետների մի խումբ, հանձնաժողով կամ ինչ-որ պետական կառույց, որը բժշկական համալսարաններում կամ քոլեջներում ավարտած շրջանավարտները անցնեն պրակտիկ գործունեության եւ նոր լիցենզիա ստանան եւ կարողանան բուժ հաստատություններում իրականացնել իրենց կողմից բուժ ծառայություններ, այսինքն կանխեն հիվանդությունը, վիրահատություն իրականացնեն, ճիշտ դեղորայք նշանակեն եւ առհասարակ հասարակության բոլոր շերտերի առողջապահության հետ կապված այդ խնդիրները լուծեն։ Նման ինստիտուտ ես խորհուրդ եմ տալիս մեր առողջապահության նախարարին ստեղծի, որովհետեւ դա շատ կարեւոր ինստիտուտ կլինի Հայաստանի Հանրապետությունում առողջապահության ոլորտում իրապես բարեփոխումներ իրականացնելու համար, որովհետեւ ոչ միայն խնդիրը բուժ հաստատությանը վճարեց, որպեսզի նա անվճար
հա, բուժ ծառայություն մատուցի, ոչ, այլ նաև մենք պետք է ունենանք որակյալ բուժ մասնագետներ, մենք պետք է ունենանք որակյալ բժիշկներ, որակյալ մասնագետներ եւ ոչ միայն Երևան քաղաքում, նամանավանդ մասնավոր հիվանդանոցներում, այլ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, որովհետև եթե մենք օրենքով սահմանել ենք մինչև 8 անգամ, հա, բուժ օգնության, հա, ծառայությունից օգտվել եւ 9-րդը արդեն վճարովի է լինելու, ենթադրենք Ապարանի քաղաքացին, Ալավերդի քաղաքացին, Ղափանի քաղաքացին, առողջական խնդիր ունի եւ ոչ միայն չի կարողանում իր քաղաքում այդ առողջության հետ կապված առաջացած խնդիրները բուժվի, որովհետև համապատասխան մասնագետ եւ բուժ սարքավորումներ չկա, եւ ստիպված գալիս է Երևանում, որպեսզի բուժվի։ Այլ նաեւ 8-րդ կանչից հետո արդեն վճարովի է։ Եվ դա ոնց է լինելու, այն էլ այնպիսի երկրում, ինչպիսին որ Հայաստանի Հանրապետությունը եւ ունենք սոցիալապես անապահով շուրջ 600,000-ից ավել բնակիչներ, ունենք քրոնիկ հիվանդներ, որոնք ոչ միայն տարեկան կտրվածքով 8 անգամ, այլ ամսական կտրվածքով 8 եւ ավելի անգամ կան չեն արձանագրում, որպեսզի իրենց հիվանդը գնա հիվանդանոց եւ բուժ ծառայությունից օգտվի։ Ինչ է նշանակում սահմանափակումներ, այսքան քանակից էսքան վճարովի, այսքան դեղորայքից էսքան վճարովի, դեղորայքի այս խմբականակը համավճարով։ Եվ այդ խաբկանքը իրականում, որ մինչ 18 տարեկան անվճար է, 55 եւ ավելի անվճար է եւ 200,000 եւ ավելի աշխատավարձ ստացողի համար անվճար է, ներողություն, Հայաստանի Հանրապետությունում 63 տարեկանից են գնում թոշակի, բա 63 եւ 64 տարեկան քաղաքացին ինչ պետք է անի։ Սա մեկ, երկրորդը, դուք հանեցիք պետպատվեր հասկացությունը եւ դրա քողի տակ մցրեցիք այս օրենքը։ Չէ որ պետպատվերով այսպես թե այնպես կային, այո, վիրահատության տեսակներ, որոնք անվճար են կամ մասնակի անվճար էին, կային դեղեր, որոնք այսպես թե այնպես ստանում էին անվճար կամ որոշակի հավելավճարով, մինչև 18 տարեկան չափած երեխաներ ստանում էին անվճար, հա, վիրահատությունից էին կարողանում օգտվել։ Դուք այդ պատվեր հասկացությունը հանեցիք եւ մցրեցիք անվճար հասկացությունը, որը իրականում չի գործում արդյունավետ, դեռ ժամանակը ցույց կտա, թե որքանով է արդյունավետ գործելու։ Եվ դուք ծանրաբերդեցիք այս համակարգը եւ վստահեցնում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնությունը առավել եւս այդ 1,600,000 շահառուները պատկերացում չունեն, թե որ դեղորայքն է կամ որ դեղի տեսակներն են անվճար, որ հիվանդություններն են, որոնք բուժվելու են անվճար, որ վիրահատություններն են, որոնք անվճար են լինելու։ Եվ առողջապահության նախարարությունը լավ կլինի նաեւ այնպիսի համակարգ ստեղծի, մեխանիզմ ստեղծի, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում ստանա բարձր որակի բուժում, որ ստիպված չլինի երկիրը լքի, ես նախորդ անգամ անդրադարձա այս թեման եւ մեծ արձագանքներ եղավ դրսից, վստահեցնում եմ ձեզ, ես ինքս ունեմ ազգականներ, որոնք Հայաստանի Հանրապետությունից դուրս են ապրում, Եվրոպայում են ապրում, որովհետեւ այստեղ չկարողացան ստանալ անհրաժեշտ բուժումներ, որ կարողանային Հայաստանի Հանրապետությունում ապրել եւ ստիպված երկիրը լքում են, իմ միջավայրում կան շատ մարդիկ, վստահ եմ ինձ դիտողներից շատերի միջավայրում կան մարդիկ, որոնք ընտանիքներով լքում են Հայաստանի Հանրապետությունը, որ կարողանան դրսում այնպիսի որակյալ բուժում ստանան, որ իրենց կյանքը անորոշ տարիներով երկարանա։ Իսկ Հայաստանի Հանրապետությունում ցավոք կան դեպքեր, որ սխալ բուժման արդյունքում, անարդյունավետ վիրահատության արդյունքում եւ հետ վիրահատական առաջացած խնդիրների արդյունքում մահվան դեպքեր են արձանագրվել եւ ծայրաստիճան ծանր վիճակում միջոցներ են հայթայթել եւ հիվանդին տարել են Եվրոպա, որպեսզի այնտեղ բուժվի եւ կարողանա ապրի։ Ինչ է Հայաստանի Հանրապետությունում փոքր երկիր է, մենք չգիտենք, որ մեր միջավայրում նման դեպքեր շատ կան։ Ինչ է 7 տարվա մեջ այդ խնդիրը հարթվել է։ Այո, նախորդ իշխանությունների օրոք նույնպես կային բազմաթիվ խնդիրներ եւ խնդիրներ նույն առողջապահության ոլորտում։
Բայց չէ որ այսօրվա իշխանությունները քննադատելով նախորդ իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում պոպուլիստական լոզունգներով եկան իշխանության, բայց 7 տարի դուք եք իշխանության, ինչ բարեփոխումներ եք արել առողջապահության ոլորտում, 3 տարվա մեջ մի օրենք մոգոնեցիք եւ վերջ, եւ դրանով դուք համարում եք որ առողջապահության ոլորտում բարեփոխումները իրականացվեցին եւ դեռ շարունակում են իրականացվեն։ Նույն Արսեն Թորոսյանը, որ այսօր զբաղեցնում է աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարության պաշտոնը։ Պարոն Արսեն Թորոսյան, դուք գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունում 25 թվականին ավելի քիչ երեխա է ծնվել, քան 24 թվականին։ Դուք գիտեք, որ 24 թվականին ավելի քիչ երեխա է ծնվել, քան 23 թվականին։ Հայաստանի Հանրապետություն դեմոգրաֆիկ աղետի առջև է, եւ դուք ասում եք, երբ որ ընտանիքը երրորդ երեխան կունենա, մինչ 6 տարեկանը ամսական 50,000 դրամ եւ 1 միլիոն դրամ, լրավճար կտակ այդ միանվագ գումարը եւ սեպտեմբերի 1-ից սույն թվականին, երբ որ ընտանիքում կծնվի առաջնե կամ երկրորդ, կտանք 500,000 դրամ։ Խնդիրը այստեղ այդ 500,000 դրամի եւ 1 միլիոնի եւ այդ 50,000 դրամի մեջ չէ։ Խնդիրը ավելի խորքային է, ծնելիության խնդիրը մենք չպետք է լուծենք, արդեն իսկ ձևավորված ընտանիքներում եւ պարտադրանքի միջոցով միգուցե երրորդը եւ չորրորդ ունենալ։ Մենք պետք է այնպիսի սոցիալական ծրագրեր մշակենք, որ Հայաստանի Հանրապետությունում նորաստեղծ ընտանիքների թիվը ավելանա, ոչ թե եղած ընտանիքների ուսերին դնենք Հայաստանի Հանրապետությունում դեմոգրաֆիկ աղետի խնդրի լուծումը հարաբերականորեն։ ՄԱԿ-ի կողմից սիրելի քաղաքացիներ ընդունված է հետևյալ չափորոշիչները, որ եթե տվյալ երկրի ազգաբնակչության 7%-ը, ավելին է 55, 65 եւ ավելի, այդ երկիրը համարվում է ծերացող։ Եթե ազգաբնակչության 14%-ը գերազանցում է 65 եւ ավելի տարիքը, այդ ազգը համարվում է ծերացած։ Հայաստանի Հանրապետությունում պայմանական 3 միլիոն ազգաբնակչություն կա եւ շուրջ 600,000 եւ ավելի թոշակառուներ, արդեն իսկ Հայաստանի Հանրապետությունը այդ 14%-ը գերազանցել է եւ 20 եւ ավելի տոկոսի է, հետեւաբար Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն ծերացած է, այլ նաև դեմոգրաֆիկ ժողովրդագրական աղետի առջև են կանգնած։ Հայաստանի Հանրապետությունում ծնելիության գործակիցը 1.5 է, իսկ որպեսզի ազգը 100 տարի եւս գոյատևի, իր տեսակը պահպանի, իր իսկ երկրում պետականությունը չկորցնի, նվազագույնը պետք է ծնելիությունը լինի 2.2%, իսկ մեր երկրում արդեն իսկ 1.5% է։ Եվ այս խնդիրներից ելնելով փոխանակ մեր կառավարությունը քայլեր ձեռնարկի իրապես սոցիալական, տնտեսական ծրագրեր մշակի, որ Հայաստանի Հանրապետությունում ոչ թե տարեստարի ծնելիության թիվը նվազի, այլ հակառակը Հայաստանի Հանրապետությունում տարեստարի թեպետ դանդաղ, բայց ծնելիության դրական աճ ունենանք։ Սա մեկ, այնպիսի բարեհոգեբանական մթնոլորտ ստեղծվի Հայաստանի Հանրապետությունում, իրավական, տնտեսական, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին երկիրը չլքի, դրանով իսկ չխորացնելով Հայաստանի Հանրապետությունում արկա դեմոգրաֆիկ ժողովրդագրական այդ աղետը եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը այն ապրելակերպը 18 թվականից մինչ օրս որ ունի քաղաքացիների մոտ անորոշություն է ներշնչել ապագայի հանդեպ եւ ստիպված երկիրը լքում են։ Մենք պետք է այնպես անենք, այսօրվա կառավարությունը ի պաշտոն է, պետք է այնպես անի, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին չլքի, Հայաստանի Հանրապետությունում ծնելիության աճ լինի, նորաստեղծ ընտանիքների թիվը ավելանան, նաեւ մեր երիտասարդությունն է ծերացել, նայենք բոլորս մեր միջավայրում, եթե ժամանակին 25 տարեկանում էին մարդիկ ընտանիք կազմում, այժմ 35-40 տարեկանում լավագույն դեպքում ընտանիք են կազմում եւ լավագույն դեպքում 1 երեխա են ունենում, առավելագույնը 2 երեխա։ Այսօրվա աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարը գոնե գիտի, որ յուրաքանչյուր 4-րդ ընտանիքը նորաստեղծ ամուսնալուծվում է հենց նույն տարում եւ լավագույն դեպքում 1 երեխա է ունենում։
թող մտածեն այնպիսի ծրագրեր մշակեն, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին սոցիալապես իրեն ապահովված զգա, բարոյապես իրեն ապահովված զգա, պայմաններ ստեղծվեն իրապես թոշակառուների համար, սոցիալապես անապահով ընտանիքների համար, նպաստառուների համար, հաշվանդամների համար։ Ես իմացա, որ շուրջ 1000 եւ ավելի ընտանիք զրկվել է այդ նպաստ ստանալուց, ինչ-որ գործակիցների հաշվան առումով։ Ես գիտեմ թոշակառուներ, որոնք զուգահեռաբար նպաստ էին ստանում, 1000 դրամով թոշակը բարձրացրել են և նրանց նպաստից զրկել են։ Հարց է առաջանում, այդ 1000 դրամը 30 օրվա ընթացքում այդ մարդու բարեկեցությունը ապահովելու է, որ դու իրեն նպաստից զրկել ես։ Ես գիտեմ անգամ աշխատող մարդիկ, որոնք ցածր աշխատավարձ են ստանում և իրենց գործատուին խնդրում են, որ իրենց չգրանցեն որպես աշխատող, որ կարողանան նպաստառու ընտանիք համարվեն, գոնե մի փոքր եկամուտ պետությունից, կառավարությունից ստանը, որ կարողանան իրանց ընտանիքի գոյությունը պահպանեն։ Դուք հասկանում եք ինչ խնդիրներ ունենք, այլ ոչ թե մի խումբ մարդիկ հավաքեք, լցեք ինչ-որ սրահում և երաժշտություն միացնեք և պարեք տրնգի անեք, ինչի ամեն ինչ նորմալ է մեր երկրում, մնացել էր պարն ու ուրախն ու խինդը։ Պարոն Փաշինյան, դուք հասկանում եք մեր երկրում այնպիսի պրոբլեմներ են խորացել և ահագնացել սոցիալական ոլորտում, առողջապահության ոլորտում, կրթության ոլորտում, մշակույթի ոլորտում, պաշտպանության ոլորտում, չկա այնպիսի մի ոլորտ, որտեղ դուք չեք ձախողել։ Այո, նախորդ իշխանությունները հարաբերականորեն այդ ոլորտերում փորձում էին բարեփոխումներ անեն, թեպետ ունեն ձախողումներ, բայց այդ իշխանությունները գոնե ադեկվատ էին երևույթներին գնահատական տալի և փորձում էին ելքեր գտնեն։ Ախր դուք դա էլ չեք կարողանում։ Իմ մոտ այնպիսի տպավորություն, որ դուք դիտավորյալ ոլորտները ձախողում եք և դիտավորյալ տանում եք այդ ոլորտներում անկման, քաոսի և անորոշության, կամ դուք իրոք ձեր կառավարությունը և ձեր իշխանությունը ոչ ադեկվատ է, կամ դիտավոր եք անում, եթե դուք դիտավորյալ եք անում, ուրեմն դուք տնտեսական, քաղաքական հանցագործներ եք, իսկ եթե ոչ ադեկվատ եք, այդ դեպքում ինչու եք դուք զբաղեցնում բարձրաստիճան պաշտոն և ինչու եք դուք առհասարակ իշխանության ղեկին։ 7 տարվա մեջ ցույց տվեք ձեր կառավարության որ մի ծրագիրն է իրականություն դարձել, այն որ դուք օրենք եք մշակում, ընդունում և կիրառության մեջ դնում, որ իրականում փնթի օրենք է, չի տարածվում այդ շերտերի, այդ թիրախային խմբերի ողջ պրոբլեմների և հիմնախնդիրների լուծմանը, հետևաբար այդ օրենքն էլ արդյունք չի տալ և ավելի է խորացնում այդ ոլորտը։ Պարզ օրինակ բերեմ, այդ վերադարձի օրենքը 20%-ի շուրջ 600,000 և ավելի թոշակառուներից միայն 300-350 հազարն են կարողանում օգտվել, որքանով է անբարոյական, դուք մի օրենք եք մշակել և կիրառության մեջ դրել, որը թոշակառուների և նպաստառուների և հաշվանդամություն ունեցողների ոչ բոլորն են կարողանում օգտվել, այդ օրենքը 100%-ով կիրառելի չի Հայաստանի Հանրապետությունում օբյեկտիվ պատճառով, հետևաբար այդ օրենքի հենքում բարոյականությունը բացակայում է, հետևաբար այդ օրենքը չի կարող արդյունավետ լինել, և դուք շատ լավ գիտակցում եք, որ թոշակառուների թվաքանակը գնալով ավելանալու է, իսկ աշխատողների թիվը մնում է անփոփոխ, եթե չեն արտագաղթելու լավագույն դեպքում, հետևաբար մենք խնդիր ենք ունենալու մինչև 30 թիվը, դուք ժամանակ չունեք, դուք պետք է այնպիսի օրենքներ մշակեք, որ Հայաստանի Հանրապետությունում մինչև 2030 թիվը նվազագույնը պետք է ձեր առջև խնդիր դնեք, որ թոշակառուների թվաքանակը, նպաստառուների թվաքանակը չգերազանցի այդ 8-ից 900,000 գրանցված աշխատողներին, հետևաբար թոշակառուների այդ համակարգը պայթելու է։ Այո, կա մի օրենք, որը 15 թվականին կիրառության մեջ մտավ, 74 թվից այս կողմ ծնվածների, պարտադիր կուտակային ֆոնդը, որին իդեպ դուք Նիկոլ Փաշինյան դեմ էիք և դուք Մանեթ Հանդիլյան դեմ էիք այդ օրենքին, և երբ որ դուք եկաք 18 թվականին իշխանության, այդ օրենքին ամբողջական ուժի մեջ կիրառեցիք, որտեղ այդ օրենքը միայն գործում էր պետական աշխատողների համար, ոչ թե մասնավոր ոլորտի աշխատողներ, դուք այդ օրենքին դեմ գնալով
Այդ օրենքը 18 թվականին լինելով իշխանության երկուսը դուք վարչապետ Մանեթ Հանդելյանն էլ աշխատանք եւ սոցիալական հարցով նախարար այդ օրենքին 100%-անոց կիրառելիություն տվեցիք։ Հարց է առաջանում, եթե դուք մի բանից չեք հասկանում կամ մասնագետներ հրավիրեք, այդ ոլորտը խորապես ուսումնասիրեն եւ նոր օրենք մշակվի եւ այդ օրենքը կիրառելի լինի բոլոր շերտերի համար կամ առհասարակ թողեք նույնը այդ օրենքները, որոնք արդեն ձևավորվել են տասնամյակների արդյունքում։ Սա մեկ, երկրորդը Հայաստանի Հանրապետությունում գալիս է մի պահ, որ մինչև 2030 թիվը թոշակառուների թիվը ավելին է լինելու, քան գրանցված աշխատողների թիվը, եւ Հայաստանի Հանրապետությունը 30 թիվը հականգնելու է դեպոպուլացիայի վտանգի առջև։ Արդեն իսկ նկատվում են եւ դա անգամ ՄԱԿ-ն է արձանագրել այդ մասին, որ մինչեւ 2050 թիվը Հայաստանի Հանրապետության ազգաբնակչությունը լինելու է 2.700.000 եւ մինչեւ 2100 թիվը Հայաստանի Հանրապետության ազգաբնակչությունը լինելու է 1.800.000 Այն էլ այն դեպքում էր ՄԱԿ-ը Հայաստանի Հանրապետության հետ կապված այդ զեկույցը մշակել եւ հայտարարության դրել, երբ որ չկար Արցախյան պատերազմը 20 թվականի վստահեցնում եմ ձեզ այդ Արցախյան պատերազմի այդ մեր սերունդի կորուստը հաշվանդամություն ունեցողները մենք այդ ծանր բեռը դեմոգրաֆիկ աղետով զգալու ենք մինչև 30 թիվը եւ դեպոպուլացիայի արժեվը արդեն իսկ Հայաստանը կանգնել եւ նույն ՄԱԿ-ի կողմից այդ մշակված զեկույցում տրված էր որ 25 թվականից հետո 26 թվականից հետո Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզը Վայքի մարզը եւ Գեղարքունիքի մարզը արդեն իսկ դեպոպուլացիա է տեղի ունենալու, դա որն է, երբ որ տվյալ մարզում ծնելիությունը ավելի ցածր է լինելու, քան մահացությունները, նման դեպք արդեն արձանագրվել են Լոռու մարզում, հասկանում եք ինչ է տեղի ունենում։ Դուք արդեն 8 տարի իշխանության լինելով, դուք չեք կարողացել կանխել ծնելիության տարեստարի անկումը, չեք կարողացել կանխել արտագաղթը, բնական արտագաղթը դա նորմալ է, բայց երբ որ արհեստական, սուբյեկտիվ գործոնից ելնելով է մարդը իր ընտանիքով արտագաղթում, նույն առողջապահության հետ կապված, նույն անառողջ մթնոլորտի հետ կապված, հիասթափության մթնոլորտի հետ կապված, ապագայի հանդեպ անորոշությունից հետ կապված, այդ խնդիրները դուք չկարողանալով լուծել, մարդիկ նաև սուբյեկտիվ գործոնից ելնելով են արտագաղթում։ Դուք չկարողացաք իրապես այնպիսի տնտեսական մի ազգային մոդել մշակեիք այս 8 տարվա մեջ, որ Հայաստանի Հանրապետությունում մինչ ձեր իշխանության գալը հարաբերականորեն օտար երկրյան ներդրումներ կային տնտեսության ուղղակի եւ անուղղակի ոլորտներում եւ ներքին ներդրումներ կար Հայաստանի Հանրապետության տնտեսության ոլորտում 8 տարվա ընթացքում օտար երկրյան ներդրումները գրեթե 0-ի են հասել։ Ներքին ներդրումները տնտեսության միջավայրից գրեթե 0 են, անգամ Հայաստանի Հանրապետության տնտեսվարող սուբյեկտները ապագա չեն տեսնում մեր երկրում, որ ներդրումներ անեն, ուր մնաց օտար երկրի ներդրումներ, այս բոլոր տնտեսական գործոնները ձեր իշխանության օրոք էլ ավելի խորացան, քան կային նախորդ իշխանությունների օրոք։ Հետևաբար իմաստը որն է մի իշխանությունը մեկ այլ իշխանությունից փոխելով, եթե այդ հիմնախնդիրները ոչ միայն պահպանվում են, այլ նաև խորանում են։ Կամ Սուրեն Պապիկյան, դուք որ մամուլի ասուլիս եք տալի եւ ասում եք Հայաստանի Հանրապետությունում հունվարի 1-ից 2 տարի զինծառայությունը կրճատվել է եւ 1 տարի 6 ամիս են ծառայելու։ Դա իր բացասական հետևանքները դեռ ցույց է տալու։ Այո, ծնողները ուրախ են, որ իրենց երեխաները 6 ամիս քիչ են ծառայելու, բայց մենք պետք է գիտակցենք դուք ի պաշտոն է, որ Հայաստանի Հանրապետությունը ինչպիսի տարածաշրջանում է ապրում եւ իրականում խաղաղություն, հարաբերական հասկացությունը, որ դուք հրամցնելու եք այս ընտրություններին իշխան բանը ժողովրդին։ Հայաստանում խաղաղություն չկա, մեր սահմաններին խաղաղություն չկա, դա հարաբերականորեն ներքին պայմանավորվածություն է ձեր իշխանության եւ Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Եվ որն ամենակարևորն է, դուք կոչ եք անում, որ աղջիկները գնան ծառայության, իսկ ներողություն, այսպես թե այնպես կամավորության սկզբունքը կա։ Եթե ուզում եք պարտադիր գնան ծառայության,
Վերցրեք ձեզանից, դուք ինքներդ չեք ծառայել, ձեր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների 80%-ը չի ծառայել, դուք մի հատ գնացեք ծառայության, հետո նոր անդրադարձեք 2 տարի զինծառայությունը, հա, կրճատելով տարի 6 ամսվա եւ աղջիկներին հորդորելով գնան ծառայության։ Ես կասեմ հետեւյալը. սիրելի քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետության ազգաբնակչություն, ժողովուրդ բառը չեմ սիրում ես օգտագործել, որովհետև դա արժե զրկվեց 8 տարվա մեջ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, 2026 թվականին հունիսի 7-ին ընտրություններ են լինելու։ Ամենայն անկեղծությամբ եւ պաշտոնապես հայտարարում եմ, եթե այս իշխանությունները վերընտրվեցին, մինչև 2031 թվականը Հայաստանի Հանրապետությունը ժողովրդագրական առումով դեպոպուլացիայի առջև է կանգնելու, Հայաստանի Հանրապետության տնտեսությունը աղետի առջև է կանգնելու, թեր հարկագանձման արդյունքում պետական բյուջեի դեֆիցիտը ահագնալու է պարտքը շեշտակիորեն բարձրանալու եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեֆոլտի առջև է կանգնելու, արտագաղթը շարունակելու էլ ավելի ահագնանա, իսկ ծնելիությունը որքան էլ որ նվազի այս բան, էլ ավելի շարունակելու նվազել։ Հայաստանի Հանրապետություն սոցիալ-տնտեսական բարեհոգեբանական աղետի առջև են կանգնելու եւ չի բացառում, եթե այս իշխանությունները վերընտրվեն եւ այն որակը, որ մենք տեսանք 8 տարվա մեջ, մինչեւ 2031 թիվը մենք կանգնած ենք պետության եւ պետական կորուստի առջև, վստահեցնում եմ ձեզ։